Վերադարձանք սիրելի ընկերներ, բարի առավոտ ենք ասում այն մարդկանց, ովքեր հենց նոր միացան ինձ։ Ես ու Մանեն ունենք շատ լավ բարձր տրամադրություն, որովհետև քիչ հետո մենք բոլորով զրուցելու ենք համովություններից, տեղափոխվելու ենք համովությունների աշխարհ, եւ մեր գործընկեր Անուշը հիմա պատրաստվում է։ Խնդրեմ Անուշ, բարի լույս։ Բարի լույս եւ Անուշը մենակ չէ։ Բարի լույս։ Ներկայացնենք, խնդրեմ։ Արփինե Վարդիկյան, այսօր իմ հյուրն է, ով ես կասեի յուղերի թագուհին է, որովհետև գիտի, որ յուղը ինչի հետ օգտագործել, ինչ պատրաստել, որպեսզի համեղ լինի եւ նույնիսկ իմպրովիզներ է անում հետաքրքիր, որպեսզի ավելի, այսպես հայկական շունչ է տալիս յուրաքանչյուր բաղադրատոմսի։ Հիմա ասենք Արփինե, ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք բրոնե սուրճ նուշի կաթով եւ պատրաստելու ենք աղցան ռուկոլայով եւ նարնջի սոուսով։ Ուրեմն ասեմ, որ նուշի կաթը նույնպես դուք եք պատրաստել։ Այո, տան պայմաններում։ Եվ այնտեղ լինելու է կամ կոկոսի յուղ, կամ գի յուղ, այլ կերպ ասած հալած յուղ, որը կնախընտրեք։ Դե դուք սկսեք պատրաստել սուրճը, իսկ ես պատրաստելու եմ աղցան ռուկոլայով, սպանախով, հում սնկով։ Մենք կարող ենք իհարկե մի փոքր տապակել, բայց քանի որ գիտենք Մանեն շատ է սիրում հում բանջարեղեն եւ սունկը այս թանձրուկով շատ համեղ է լինելու, դրա համար մենք կարող ենք պատրաստել Ես գնացի։ Ես ընթացքում ուզում եմ հասկանալ Միկան ինչպիսի տրամադրություն ունի, որովհետեւ այսօրվա մեր երկու բաղադրատոմսն էլ շատ իմ սրտով է սիրելի հեռուստադիտողներ, սուրճը իհարկե առավոտվա անբաժան մասն է համարվում, բայց ես այդքան էլ չեմ սիրում կաթնային խառնուրդներով սուրճ, կարծում եմ նուշիկ այս տարբերակը նուշի կաթով պատրաստված ինձ ավելի կհետաքրքրի, իսկ աղցանի մասին ուղղակի խոսքեր չկան, բոլոր բաղադրիչները իմ սիրելիներն են, տեսնենք ինչ կստանանք արդյունքում Միկա։ Ես կընտրեմ սուրճը։ Այսօր ես կընտրեմ սուրճը։ Լավ, աղցանը կմնա ինձ։ Եթե դեմ չես։ Եթե սունկը տապակվել, բայց ոչինչ լավ, թող քո սրտով լինի։ Բայց վարքյաններ առաջ մենք ունեցանք հիանալի փորձառություն, դա մնաց կադրից դուրս իհարկե, երբ Միկան փորձեց հումսունգ կյանքում առաջին անգամ, ինչպիսին էին քո տպավորությունները։ Ես հիմա շատ լավ եմ ինձ զգում։ Դեռ Չէ, իրականում դեռ չի փրշտում, չի հազում, ալերգիաներ չկա։ Եթե անկեղծ դուրս չեկավ։ Քեզ այդքան էլ դուրս չեկավ։ Լավ։ Կհանդիպենք հաջորդ անգամ մեկ այլ բաղադրատոմսի բաղադրիչ։ Ինձ հում վիճակում ես որ։ Դդմիկ։ Դդմիկ։ Դդմիկը լավ։ Կարծում եմ աղներ խնդիրը գիտես սնկի դեպքում պետք է փորձել։ Կարող եմ այդ նորից փորձենք։ Իհարկե, Անուշ խնդրում եմ մեկ սունկ պահել աղով փորձելու համար։ Աղ պղպեղ։ Ես գործընկերները վերջում հումակեր են դառնալու, որովհետև առանց աղ փորձեցիր, երևի թե աղով բոլորովին այլ համ բնականաբար կլինի։ Այո, այսպես որ գնամ Մանեն ինձ կսարքի բուսակեր լրիվ։ Հում տարբերակով, որովհետև հում բուսակեր մսից լրիվ իսպառ կհրաժարվեմ։ Իհարկե հիմա չենք ասի, որ ավելի ճիշտ կասենք, որ չի կարելի հում միս ուտել, բայց գոնե փոքր տարիքում բոլորս էլ այդ ավազակությունը գոնե մեկ անգամ արել ենք տոլմայի համար նախատեսված համեմունքներով առատ մասից։ Հենց հիմա լիներ տոլմայի այսպես ասած այդ ֆարշը, մենք դա համով այնպես է բուրում, որ չես կարող առում չվերցնել եւ ինձ փուճուրի փուտել։ Բայց հետո իհարկե պետք է դիմել Արփինեի օգնությանը, որպեսզի նա ստեղծի այնպիսի յուղեր, որ կարողանա լուծել բոլոր խնդիրները, եթե կլինեն առողջական, որովհետև գիտենք այդ յուղերը իսկապես առողջարար են եւ դուք աղցաններում էլ եք դրանք օգտագործում, չէ՞։ Այո։ Եվ հիմա աղցանի համար էլ պետք է այսօր ինչ օգտագործենք։ յուղ ենք օգտագործելու։ Հայկական, մի հատ ասա խնդրում եմ։ Այսօր ծիրանի կորիզի յուղն է։ Մեր հայկական տարբերակը ռուկոլայի եւ սպանախի հետ։ Հիանալի է։ Հիմա ես սունկը կտրեմ, ուղղակի այսպես կիսալուսնաձև կկտրենք ու կդնենք վրան։ Ամեն դեպքում եւ արագ պատրաստվող եւ համեղ աղցանի համար շատ լավ տարբերակ է։ Եվ շատ գեղեցիկ աղցան է ստացվում։ Իհարկե։ Հիմա շատ արդիական են դարձել նման աղցանները, այսպես իրար վրա հավաքվող, այսպես ասած, որ այլևս ոչ խառնելու հարց կա եւ կտրում ուղակի դասավորում ես իրար վրա։ Իսկ նարինջի հյութն ենք օգտագործելու, ամբողջությամբ կցողենք աղցանի վրա։ Նարինջային թանձրիկ է լինելու։ Այո, ցիտրուսային։ Կարող ենք անվանել ցիտրուսային աղցան։ Այո։ Հայկական ցիտրուսային աղցան, որովհետև չենք մոռանում ծիրանի կորիզի յուղի այո, արկայությունը։
Այսպես։ Կարող ենք նույնիսկ նարինջն էլ կտրել եւ գույն կհաղորդենք եւ Մի քանի կտոր։ այո, Իհարկե հանգիստ ավելացնել։ կարելի է ավելացնել։ Իսկ նարինջը չեն կարող սուրճի մեջ լցնել։ Նարնջի հյութ կարող ենք, իհարկե կարող ենք։ Իմպրովիզ անենք, երևի թե համով Բայց կստացվի։ նուշիկաթին ավելացնենք նաև նարինջի հետ, թե առանձին։ Այստեղ դեռ Ման, եթե նուշիկատ դու չկա։ սունկ ես ուտում, Այստեղ- իրավունք ունես հիմա այդպեսի իմպրովիզներ։ Արփինեն ասում է, որ այստեղ դեռ նուշիկատ չկա։ Ավելացնենք։ Ես ուղղակի բարձր մտածում էի։ Նիկան է ընտրելու որը խմի վերջում, կարծում եմ ես Լավ, կթողնեմ, որ թող նարինջով լինի։ հյութը փորձի մի քիչ։ Թող լինի ոնց որ դուք գիտեք, Լավ։ այդպես թող լինի։ Հիմա այդտեղ ավելացրեցինք ընդամենը յուղ, սուրճ, Հարած յուղ, այո։ Անպայման հարում ենք հարիչով, որպեսզի ինքը համասեռ զանգված դառնա սուրճի հետ եւ վայելում ենք։ Պատրաստ են մեկը կոկոսի յուղով է, մյուսը գի յուղով։ Օ, հիմա ասա որն ես ընտրում։ Ինձ համար մեկը դու ասա։ Որն է ավելի համեղարփին է։ ինձ թվում է երկուսն է։ չկա։ Դե ես կոկոս սիրում եմ, Կոկոսը, բայց կարող եմ զիջել քեզ կոկոսը։ Ես շատ եմ սիրում, բայց կզիջեմ Միկային կոկոս։ Լավ, Շնորհակալություն, մանե։ խնդրեմ Միկա։ Այո, ես կընտրեմ կոկոսը։ Մեր սուրճերը պատրաստ է, բայց մենք սպասում ենք նաև աղցանին։ Այո, հիմա պետք է քամենք նարինջը, մեզ առատ պետք է նարինջի հյութ։ Երևի թե մեկ ամբողջական նարինջ կեսը։ Բույրը արդեն միայն Տարածվել է բավական է, այո։ ամբողջ տաղավարով մեկ, թե նարինջի, թե սուրճի բույրը։ Պատրաստում ենք թանձրուկ։ Այո, Բացի նարինջի հյութից, էլ ինչ է անհրաժեշտ։ ուրեմն նարինջի հյութ, մոտավորապես 1 ճաշի գթալ խաղողի քացախ, մանանեղ, դիժոնյան մանանեղ, քաղցր եւ իհարկե Օրվա հերոսը։ Արփինեի պատրաստած, այո, ծիրանի կորիզի յուղը։ Մոտավորապես մի քիչ առատ կարող ենք ավելացնել։ 2-3 ճաշի գթալ։ Եվ աղբխպեղ արփինե։ Այո։ Այնտեղ աղբխպեղը փոխանցի խնդրում եմ։ Սև պղպեղ ավելացնենք եւ աղ։ Եվ կարծես պատրաստ է աղցանի ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Այո, եւ իհարկե ավելացնելու ենք սերմ, տարբեր տեսակի սերմեր կան, այդտեղ ինչ սերմեր են։ Յուղազերծված սերմեր են, կտավատի, կանեփի եւ քունջութի, որոշեցի քիչ բաղադրիչներ լինեն։ Դա քիչն է արփինեի դեպքում։ Այո։ Ինչն է հետաքրքիրը, որ յուղազերծված սերմեր ես չգիտեի, որ օգտակար են, բայց փաստորեն դրանք եւս կարելի է օգտագործել եւ բավականին օգտակար են։ Այո, Շատ սպիտակուցներ են պարունակում։ Իրենք ուղղակի քիչ կալորիական են եւ հակառակը շատ սպիտակուցներ են պարունակում եւ տարբեր հանքանյութեր, օրինակ կանեփի սերմը հարուստ է մագնեզիումով եւ ցինկով։ Իրականում պիտի ուրախությամբ նշենք, որ գնալով յուրաքանչյուր հաջորդ օր նկատում ենք, թե ինչքան, այսպես ասած, նորաձև է դառնում, երբ մարդիկ սկսում են հետևել իրենց առողջությանը, նաև առողջ սնունդ օգտագործել, ինչը իսկապես շատ կարևոր է յուրաքանչյուր տարիքում, եւ եթե թվում է, որ միայն այս կամ այն տարիքից հետո պետք է ուշադրություն դարձնել առողջությանը, առողջ ապրելակերպին, տարեկան պարտադիր ստուգումներ անցնել, ապա դա այդպես չէ, յուրաքանչյուր տարիքում էլ դա կարևոր է, պետք է հենց այսօրվանից սկսենք հոգ տանել մեր մասին, որպեսզի հետագայում օրինակ Ռոբի Ուիլյամսի նման այդ տարիքում էլ լինենք շատ առողջ, ամրակազմ, առողջ մարմնում, առողջ հոգի տարբերակով, իսկ այս դեպքում յուղերը, սերմերը հասնում են օգնության։ Համաձայն եմ։ Դե արդեն պատրաստ է, մնում է Հիանալի։ գաք նախաճաշեք, իսկ հետո սուրճը վայելեք։ Ես կընտրեմ Շնորհակալություն Արփինե։ Շնորհակալ ենք շատ։ Անուշ լինի։ Շնորհակալություն, մենք կրկին ձեզ կսպասենք մեր տաղավարում նոր բաղադրատոմսերով,
գուցե ոչ հայկական, բայց վստահ ենք հայկական շատ բաղադրիչներով, յուղերի եւ սերմերի տեսքով։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ։